Բաղդասարյան, արդյոք կա կառավարությունում գրավոր կամ նկատում նախագիծ կամ դեռ մտադրություններ քննարկումներ այն մասին, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, եկեղեցիները, որոնք անհատույց տրված են մայրաթորին, հետ վերցնել։ Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, հարցը մեր նախարարության համակարգման տիրույթում չի եւ դրա բերում է, որ ըստ երևույթին այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Վերադասվեն դա պետ գույքին է միացվելու։ Սովորաբար պետական գույքերի կառավարումը, ուրեմն, եթե այդ գույքը այլ կառավարող մարմին չունի, պետ գույքին, իսկ եթե այլ կառավարող մարմին ունի, համապատասխան գերատեսչության։ Եկեղեցիները վերադասվեն պետությանը, ճիշտ կլինի վարչապետի աշխատանքը։ Եկեք եթեով հարցերին չպատասխանեք։ Վերադառնալով վարչությունները Փաշինյանը ամեն դեպքում որքան էլ վարչական ռեսուրս է կիրառվել, որտեղ են վարչական ռեսուրս։ Վարչական ռեսուրս չի կիրառվել։ Եղել են դուք իհարկե չեք մասնակցել, բայց ամեն դեպքում վարչական ռեսուրս չի կիրառվել։ Եվ անվտանգության ծառայությունը հանրային բոլոր միջոցառումների ժամանակ շատ դեպքերում իրականացնում է։ Դե ես հիմա չափը չեմ կարող ասել, իսկ ով է հաշվել ինչ չափ։ Մենք ամբողջ Շատ լավ, հրապարակեք որ կեսնենք։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը դժգոհ է եղել։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Ամեն դեպքում թիվը դες չի անհանգստացնում, որ քիչ է։ Ոչ։ Թիվը որ քիչ է։ Ունենք որտեղ գրված էր, որ հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի հայկական հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի կիրառումը բացառեք ունեն գրված։ Մարդկանց թիվը որ քիչ էր, սա արդյոք ցույց է, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ եք մնացել։ Ինչի՞ է քիչ մասնակցել։ Հարգելի գործընկերներ, ձեր գործընկերների մի կողմը ասում է, որ մեծ քանակությամբ մարդիկ են եղել, մյուս կողմը ասում է, որ աշխատակիցներ են եղել մեծ քանակով, բայց մարդկանց թվականակը մեծ չէր։ Հիմա սա արդյոք ցույց չէ։ Ես այսօր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի հարցումն էի նայում նույնիսկ, եւ ես խորհուրդ կտամ այդ հարցումը դուք էլ նայեք պատկերացնելու համար մեր աջակիցների թիվը այս process-ում ինչքան է։ Պարոն Խուդասյան, Նիկոլ Փաշինյանը խմբում որ գրել է, տակնել sense գրել է, որ վարչական ռեսուրս չկիրառել, թող մարզպետը 30 հոգու եք հետը բերել, եթե ոչ մարզպետարանի կամ Ես չեմ պատկերացնում ինչի մասն եք ասում խոսքը։ Որ հանրահավաքորեն։ Հա, քաղաքական շատ լավ, Վաղարշապատի քաղաքապետարանի, քաղաքապետի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին հյուրախաղերով Երևանից են եկել Վաղարշապատ։ Ընդդիմադիրների շարքերի առաջին կեսը հյուրախաղերով Վաղարշապատ ժամանած ձախողված քաղաքական գործիչներ են, որոնք իրենց թիմակիցներն են եւ մենք դեմ չենք, որ իրենք մասնակցեն այդ կարծրացիան։ Ես նկատի ունեմ, որ քաղաքական process է եւ եթե քաղաքական ուժ կա, որի համակիրները ուրեմն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից են, իրենք էլ կարող են մասնակցել։ Եկեղեցու դեմ չի սկսվել, խոսքը վերաբերվում է հաղթել է տարբեր ընտրություններում, ամեն դեպքում ձեր ուսումնասիրություններով Ես առաջարկում եմ ձեզ այդ հարցի պատասխանը ստանալու համար հարցում իրականացնեք Վաղարշապատում, բայց քանի որ դատելով են հանգամանքից, որ ձեր գործընկեր լրատվամիջոցներից մեկը երեք ըստ երևույթին հարցում էր իրականացնել, ես նույնիսկ այդ հարցումը, նույնիսկ այդ հարցման բովանդակությունը, նույնիսկ այդ հարցման ուղղորդումները տեսնելով, այդպիսի մտահոգություն չունեմ։ Նույնիսկ այդ ուղղորդումներին քաղաքացիների հստակ պատասխանները տալով ես այդ մտահոգությունը չունեմ եւ ավելին ասեմ, Վաղարշապատցիները, Էջմիածնեցիները շատ ավելի վաղուց են ծանոթ որոշակի հոգեվորականների արկածներին, այն պարզ բերումով, որ այդ արկածները իրենց աչքի առաջ են եղել, այդ արկածները եղել են մեր Վաղարշապատում, մեր Էջմիածին քաղաքում եւ դրանք իրականում առաջին հերթին ցավ են պատճառել Վաղարշապատցիներին, Էջմիածնեցիներին։ Եվ այն ամեն ինչը, որը գուցե Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների համար բացահայտում է, ցավոք սրտի
վաղարշապացիների համար բացահայտում չի, որովհետև վաղարշապացիները այդ միջավայրն են կիսել որոշ վայ հոգևորականների հետ միասին։ Ինչքան ժամանակ է որ գիտեմ վաղարշապացիները այդ մասին։ Ինչի մասին։ Ենթադրում եմ երկար ժամանակ։ Ինչ արկածներ, մի երկուսը մատնանշել։ Ոչ։ Ինչու՞։ Բա խոսում եք առանց փաստերի։ Փաստեր չունեք, փաստորեն։ Ժողովուրդն է մեզ այդ արկածներով կիսվել, այդ ինֆորմացիայով կիսվել։ Մի խոսքով այս բլոկին արգելված առանց տալը։ Մեկը քիչ առաջ Հաջորդը ես կպտտեմ, որ դուք ինձ հարց տաք։ Իշխանությունը անցնում է արդեն հոգևորականների, այսպես անձնական կյանքի միջամտելու այսպես Իշխանությունը չի անցել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու, ես դատապարտում եմ ցանկացած մարդուն, այսպես ասած ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը, հրապարակումը եւ հանրայնացումը, լինի այդ մարդը, շատ լավ հարց եք տվել, թույլ տվեք ես պատասխանեմ, ես չգիտեմ դահլիճում չեմ եղել, չգիտեմ ինչն եմ փռել ուսումնասիրել, ենթադրում եմ դուք էլ չեք եղել եւ դուք էլ չեք կարող հստակ պնդել ինչն եմ փռել ուսումնասիրել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը եւ հանրայնացումը, անկախ դրանից այդ մարդը հոգևորական է, ուժային կառույցի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ, թե օրինակ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվող ցանկացած մարդ, թե գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի, իմ համար դա դատապարտելի է։ Դրան հույս ունեմ եւ դրան իմիջիալոց անդրադարձել են նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմաթիվ գործընկերներ եւ վստահ եմ, որ դուք այդ ինֆորմացիան ունեք։ Պարոն Խուդատյան, նորից ընտրությունների թեմա մի հարց Գյումրիի քաղաքապետի կանոնավորումը վաղարշապատում սպասվող ընտրությունների չափանիշներ առաջ ձեզ ինչ ուղերձ է վաղարշապատի ընդդիմադիր էլեկտորատին եւ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Տեսակետ կա, որ այդ կանոնավորումը կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատին եւ ընդդիմությունը ավելի շատ ձեռներ հավաքի։ Ընդդիմադիր էլեկտորատը կարծում եմ Գյումրիի փորձը ցույց տվեց, որ այնքան կոնսոլիդացված են իրար հետ, որ իրարից շարունակաբար դժգոհող, իրար վրա կրակող, իրարից հաճախ իրենց խոսքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իրականում նույն քաղաքական հայացքներ ունեն առնվազն իրենց համար սկզբունքային պրոցեսների մասով եւ առնվազն այդ ուժերը կառավարվում են մի տեղից, որը ակնհայտ է, Գյումրին ցույց տվեց, որ ակնհայտ է, իրենք կոնսոլիդացված են։ Այնպես չի, որ 2021-ի ընտրություններում ընդդիմադիր զանգվածը վաղարշապատում կոնսոլիդացված չի եղել, իհարկե կոնսոլիդացված է եղել։ Այն նախկին գյուղապետերը, որոնք հիմա էլ այլ քաղաքական ուժերով են ուրեմն առաջադրվել, այդ նախկին գյուղապետերը այն ժամանակ էլ են ընդդիմադիր հայացքներ ունեցել, այն ժամանակ էլ են Սևակ Խաչատրյանի համար փորձել ձայներ ապահովել են ընդամենը 3500 ձայն, որը մեր համար մտահոգիչ չի, որովհետև ես նորից եմ ասում եւ ուզում եմ կարևոր արձանագրում անել այս մասով։ Պարոն Մեխակյանի հեղինակությունը, պարոն Մեխակյանի ճանաչելիությունը, պարոն Մեխակյանի անցած ճանապարհը Վաղարշապատ համայնքում քննարկման ենթակա չի։ Եվ այդ է պատճառը, որ ընդդիմությունը հույսը դրել է արհեստական բանականությամբ գեներացված ինչ-որ տեսահոլովակների վրա, որոնք հաճախ ժպիտից բացի այլ զգացողություն մարդու մոտ չեն առաջացնում։ Եվ ես ուզում եմ այդ հասկանալ, եթե ընդդիմությունը այդպես է վերաբերվում քաղաքացիներին, այսինքն քաղաքացու գիտակցությանը այդպես է վերաբերվում, եթե ընդդիմությունը մտածում է, որ քաղաքացին արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակը իրականությունից չի տարբերի, ուրեմն այդ ընդդիմությունը քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու եւ առհասարակ քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու։ Անկախ դրանից քոչարյանականները այդ շտաբեր գալիս են գիշերով թե ցերեկով փոխված մեքենաներով թե իրենց սեփական մեքենաներով, քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհ չունի անցնելու։ Դրա մասին քաղաքացիները ցույց են տվել ինչպես 2018 թվականի հեղափոխության է, այնպես էլ 2021 թվականի ընտրություններին, այնպես էլ ցույց են տալու Վաղարշապատի ընտրություններին եւ նաեւ 2026 թվականի համապետական ընտրություններին։ Եթե այդպես չի, եթե իրենք կասկածում են, ուրեմն ես առաջարկում եմ իրենց հայտարարեն, որ եթե ընտրությունները չհաղթեն, այսինքն փաստացի առաջի տեղ չզբաղեցնեն,
պարտվելով իրենք համայնքապետարան չեն մտնի նույնիսկ ավականու կարգավիճակով։ Կա այդպիսի քաղաքական ուժ, որ ասում է, եթե մենք ընտրությունները չհաղթենք, այսինքն փաստացի հասկանանք, որ այս բնակավայրում առաջին տեղը չենք զբաղեցրել, մենք կհրաժարվենք չընտրված կարգավիճակով համայնքապետարանը մտնելուց։ Կա այդպիսի ուժ։ Եթե կա, եկեք քննարկենք, եթե չկա, ուրեմն քննարկելու հարց չկա։ Պարոն Մեխակյանը հաղթելու է ընտրությունները, որովհետև վաղարշապատցիները ճանաչում են պարոն Մեխակյանին, պարոն Մեխակյանի ընտանիքին, պարոն Մեխակյանը այդ համայնքում աշխատել է, այդ համայնքում սովորել է, ոչ պարոն Մեխակյանը սովորել է Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում, պարոն Մեխակյանը աշխատել է Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեղակալ, պարոն Մեխակյանը ռեյտինգային ընտրակարգով 6000 ձայն է ստացել միայն Էջմիածին քաղաքից, Դրանից հետո պարոն Մեխակյանը աշխատել է, ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար, իմիջիալյոց պարոն Մեխակյանի դեմ առաջադրված թեկնածուներին այս նույն գյուղապետերը նորից առաջադրվում աջակցում էին նաև այն ժամանակվա ընդդիմադիր թեկնածուին, ասեն պարոն Մեխակյանը այս մարդկանց առաջի անգամ չի հաղթել, նույնիսկ երկրորդ անգամ չի հաղթել, Եվ հիմա հաղթելու է, այսինքն վաղարշապատցիները պատկերացնում եք մեր Ասլտիկին Ջեբեջանը եղել է այն գյուղում, որտեղ մենք քարոզար շավ ենք երկու գյուղերում եղել ենք, որտեղ քարոզար շավ ենք իրականացրել։ Եթե մտնում ենք գյուղ, որտեղից նախկին գյուղապետի ժամանակ այդ գյուղում մանկապարտեզ չի եղել, ասֆալտ չի եղել, դպրոց չի եղել, ջրագիծ չի եղել, 2021-ից հետո այդ գյուղում կա մանկապարտեզ, կառուցվել է ջրագիծ, պետական ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է եկեղեցի, կառուցվել է 2 ճանապարհ, իսկ կբացատրեք այդ գյուղի ժողովրդի մոտիվացիան պարոն Մեխակյանին չընտրելու։ Ես առաջարկում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, ես շաբաթ օրվանից լինելու եմ արձակուրդում, ես առաջարկում եմ ձեր համար կազմակերպեմ տուր, մեդիա տուր, իմիջիալյոց այդպիսի շատ ծախսեր պետք չէ լինելու իմ անձնական միջոցների հաշվին կազմակերպել մեդիա տուր, շատ լավ, պայմանավորվեցին, որի ընթացքում ձեզ կցույց կտանք այն աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո կհավաքվենք սուրճի սեղանի շուրջ դուք ինձ կասեք, անկեղծ, առանց տեսախցիկների կասեք, եթե դուք լինեիք վաղարշապատցի, դուք ում կընտրեիք ընտրությունների։ Պարոն Հունդակյան, երբ որ դուք թվարկեցիք այս ընկարի դպրոց մանկապարտեզ նույնիսկ եկեղեցի եւ այն, այդ դեպքում եթե պարոն Մեխակյանին ընտրողները այսպես ձեռքից ձեռք էին խլելու, որ ընտրեին, ինչի Խոյ համայնքը, որտեղից պարոն Մեխակյանն է բերեցիք, միացվեցիք Վաղարշապատին, արդյոք սա չարվեց նրա համար, Ոչ, սա արվեց ավելի արդյունավետ կառավարման մոդել ունենալու համար, եւ ես 2021-ին էլ առաջարկել եմ նաև քննարկումների ժամանակ փոքր համայնքային մոդելներ չունենալ Հայաստանում։ Եվ 2026 թվականին դուք կհամոզվեք, որ մեր օրակարգում շարունակում է մնալ այլ միավորված համայնքների վերամիավորումը մի պարզ պատճառով։ Գոյություն ունեցող կարգը թույլ է տալիս ավելի մեծ համայնքների ավելի մեծ միջոցներ տրամադրել, որոնցով հնարավոր է լինում նաև իրականացնել ավելի մեծ աշխատանքներ։ Ես այստեղ էլ դահլիճում էլ պարոն Նազարյանի հարցին, երբ որ անդրադարձա, մի համանման հարցալինքներ տվել, բայց իհարկե այլ տրամաբանության մեջ, դուք ավելի քաղաքական տրամաբանության մեջ եք այդ հարցը տալի հասկանալի պատճառներով, ես հետևյալը պիտի ասեմ։ Եթե մենք ունենք երկու համայնք, որոնք օրինակ պետությունից յուրաքանչյուրը ստանում է պայմանական ասած 1 միլիարդ դրամ դոտացիա, որը իմիջիալյոց համայնքի գործունեությունը ապահովող հիմնական ֆինանսավորումն է, շատ դեպքերում դա շատ ավելի շատ է, քան սեփական միջոցները, այդ համայնքների միավորման արդյունքում միայն այդ դոտացիայի թիվը ոչ թե դառնում է իրենց մաթեմատիկական գումարը 2 միլիարդ դրամ, այլ շատ ավելի շատ, ինչը հնարավորություն է տալիս համայնքում շատ ավելի շատ հարցեր լուծել, այդ թվում նաև մարդկային ռեսուրսի առումով թույլ է տալիս համայնքում ավելի մեծ պոտենցիալով մարդկային եւ մասնագիտական ռեսուրս կենտրոնացնել։ Եվ մենք Վաղարշապատում արել ենք այս տրամաբանությամբ։ Հակառակ տրամաբանությամբ անելու պարագայում մենք Վաղարշապատում ունենք ավականի, որ ուներ մեծամասնություն, կարող էինք ավականոց ընտրել համայնքի ղեկավար, որը բնականաբար հետո նաև ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ չէր խանգարում մեզ, որտեղ պարոն Մեխակյանի գլխավորությամբ այդ ավականին նորից շարունակեց նիստերի գալ, բոլոր որոշումները, որոնք եկան ավականին, մեր ավականին
նորից ընդունեց այդ որոշումները եւ հետեւաբար կարող էինք անել դա եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր ամիսը չգնալ ընտրության, բայց որովհետեւ կարծել ենք, որ Վաղարշապատի եւ Խոյի բնակիչների շահերից է բխում իմ ասած տրամաբանության մեջ համայնքների միավորում անելը, մենք գնացել ենք միավորման Խուդատյան, դուք նոր պատասխանեք։ Պատկերացնում եք, մենք ընտրություններից հետո այդպիսի բան անենք, օրինակ, շատ տեսականորեն պատկերացնում եք, մենք վերջին երկու ընտրություններից հետո, օրինակ Գյումրիից եւ Փարաքարից հետո այդպիսի բան անենք եւ հետո ձեր արձագանքը պատկերացնում եք այդ անելու։ Պարոն Խուդատյան, քիչ առաջ այստեղ չենք արել։ Պարոն Խուդատյան, ազգային ժողովում նաեւ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն են ընթանում նիստերը եւ Եվրանեստ ԽՎ-ի քաղաքական մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի այդ նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը անդրադառնալով ձեր ժողովրդավարական բաստիոնում ձերբակալություններին ամոթանք է տվել ձեր իշխանություններին, ասելով որ 20-ից 40 հոգով հարձակվում եք, մարդ եք ձերբակալում, 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում եք ընդհանրապես կարծիքի համար, օրինակ կաշառքի համար։ Վստահ եք, չէ՞ որ դա չեմ հասցրել ուսումնասիրում։ Դրա համար ընթերցնում Չունեմ կարծիք դրա մասին։ Կաշառքի համար է այլ է, բայց եթե կարծիքի համար մարդ են դատում սոցցանցերում հայտնած կարծիքի համար, Հայաստանի Հանրապետությունում կարծիք արտահայտելու համար ոչ մեկի չեն դատել 2018 թվականից հետո, 2018 թվականից առաջ ոչ միայն դատել են, այլև զուգարանում սպանել են այդ մարդկանց։ Կրակել են, այլև Երևանի կենտրոնում ավտոմատով կրակել են սեփական կարծիք հայտնող մարդկանց։ Կոչուբաևի ստատուսի համար չփռին ասֆալտին։ Ոչ։ Բայց ինչի համար։ Պրոցես կա, որով կարծում եմ այդ պրոցեսի արդյունքում պարզ կլինի ինչի համար։ Սամվել Կարապետյանը ինչի համար ասաց մասնակցում են ու բռնեցին։ Ինչին էր մասնակցում։ Ասաց կմասնակցենք եկեղեցու դեմ մեր ձևով։ Պաշտպանություն։ Դրա համար չեն ձերբակալել վստահաբար։ Եվ մի պահել են մեկնաբանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են լսում, քաղաքացիների մեծամասնությանն են լսում, ովքեր մեզ 2021 թվականին մանդատ են տվել Հայաստանում իրականացնելու այն ծրագրերը, այն բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ կառավարությունը շարունակելու են նաեւ 2026 թվականին լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, միայն քաղաքացիներին, բացառապես քաղաքացիներին եւ ուրիշ ոչ մեկի քաղաքացիներից բաց։